Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումների թեման այսուհետև փակ է։ Չկա գեթ մեկ նախադասություն, որը հրապարակված չլինի։ Ի հեճուկս այս առնչությամբ ընդդիմության տարատեսակ մեղադրանքներին ու մանիպուլյացիաներին։ Մասնավորապես, թե հայկական կողմին դեռևս 2019 թվականին ներկայացված է եղել առաջարկ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ խուսափել 2020 թվականի պատերազմից։ Եթե հիմա խորհրդանական հարգելի գործընկերները այս հատվածի պետք է հիմնավորեն, որ այս շատ լավ առաջարկ էր, այն լավ առաջարկ էր, ես ասում եմ, լավ առաջարկ էր, ուրեմն գնայիք լուծումների, ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ է եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն դուք պետք է պատասխան տաք ժողովրդին, թե ինչի չեք գնացել լուծումների։ Իսկ եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել։ Եվ հիմա ի վերջո նաև ամփոփելով ուզում եմ ասել, 2019 թվի փաստաթուղթը ինքը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Ինքը ինձ չի ներկայացվել որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ, որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է «Мы президенты Ադրբեջանը и Արմենիի». Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Եվ այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ, իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան։ Այսուհանդերձ մեկ անգամ եւս անդրադառնալով Արցախյան բանակցությունների վերաբերյալ նախորդին հրապարակված փաստաթղթերին, վարչապետը նշեց. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցի լուծման։ Հակառակը ամբողջ գործընթացը եղել է Հայաստանը թակարդի մեջ պահելու մասին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինելու շանս չունենա։ Այդ հանրակրվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալու, թե տեղի չէր ունենալու։ Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում։ Չի կարող ունենալ որևէ սահմանափակում, այդ նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր եւ նախատեսված չլինել։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում, արձանագրված ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքին եւ ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին այս ամենի վերաբերյալ ուղիղ եթերում բանավիճելու էր բազմիցս հրավիրում, ապա այժմ անգամ դրա կարիքը չի տեսնում։ Փաստաթղթերի հրապարակումից հետո բանավիճելու բան այլևս չկա, համոզված են նա։ Ու առհասարակ ըստ Փաշինյանի պետք է այլևս դադարել խոսել նախկին իշխանությունների մասին։ Նախկին ներկա խոսույթից հանրությունը արդեն ձանձրացել է։ Մենք տրվում ենք այդ սադրանքին, գալիս ենք ժամերով խոսում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախկին SSS ու արդեն բան չի մնացել, որ չասենք։ Այսինքն, եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր, որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Վարչապետը ընդգծեց իշխանությունը հիմա ռազմավարական բազմաթիվ այլ ասելիքներ ու անելիքներ ունի, ակնհայտ է ապացուցելու վրա կենտրոնանալու փոխարեն։ Հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել ու վերանորոգվել, սուբվենցիոն տարատեսակ ծրագրեր են իրականացվել, տնտեսության աճին են զարկ տվել։ Բացի այդ, կառավարության ռազմավարական ծրագրերի շարքում է նաև փոքր ավիացիայի զարգացումը, ինչը վարչապետը շատ է կարևորում։ Մենք ուսումնասիրում ենք եւ Սյունիքում, Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում օդանավակայաններ կան, Բերդ խոշորացված համայնքում եւ մենք նայում ենք, թե ինչ հնարավորություններ կարող են այդտեղ լինել եւ անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանենք եւ իրականացվում են տեխնիկական զննության փուլում։ Այս ընթացքում աշխատում են, որ մինչև տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ
հնարավոր լինի ներգրավել եւ թռիչքները կշարունակվեն, որևէ խնդիր չկա, այսինքն տեխնիկական է հարցը։ Ու գիտեք, քանի որ նաեւ հիմա այս ընթացքում պետք է աշխատենք, որ կոմերցիոն հետաքրքրություն առաջանա թռիչքները, որովհետեւ միջև հիմա սուբսիդավորվող թռիչքներ են եւ նաեւ փորձենք այնպես անել, որ հոսքերը մեծանան, որ նաեւ կոմերցիոն հետաքրքրություն լինի։ Իդեպ սա 8-րդ գումարման ազգային ժողովի հերթական քարոզիայի վերջին հարց ու պատասխանն էր։ Ծիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։